վերացա։ Հետո դու գնացել եք Կարմիր խաչ։ Կարմիր խաչին ինձ պատասխանը տվեց։ Զանգահարեցի առողջապահության նախարարություն, նույն պատասխանը տվեցին։ Ես էլ ճիշտ ասած Ինչ պատասխան տվեց առողջապահության նախարարությունը, մի րոպե։ ասեցին, որ մինչև տարվա վերջ չկա պետպատվեր։ Բա որ չկա, ո՞նց եք տալի պետպատվեր։ Այդ պատվերները տրվում է միայն հին շատին հաշմանդամություն ունեցողներին, զոհվածների ծնողներին, գործող զինծառայողներին։ Այսինքն մի րոպե Տիկին ջան, մի րոպե, ձեզ պոլիկլինիկան պետպատվերը տալիս, այսինքն պոլիկլինիկան տենում է, որ պետպատվերը կա, եւ դա միջոցառած ասեմ, սա համատարած երևույթ է, միայն Տիկին Կիմայի մոտ չի։ Մարդիկ ստանում են պետպատվերը, պոլիկլինիկան բացում է, կոմպյուտերում է, գրում, պեչատում, գրում, պեչատուկ տալում է ձեռը, ասում է գնա։ Բայց մարդը այդ պետպատվերը ձեռը որ հելում գնում է հիվանդանոց, օրինակ, հենց այդ նույն բոզի տղա մխիկի հիմնարկը ասում է պետպատվեր չկա։ Բայց եթե պետպատվեր չկա, էս ինչ թուղթ ես տվել։ Մարդիկ հետ են գնում նախարարություն, որը կոչվում է առողջապահության նախարարություն։ Ղեկավարը որ մի աշկը հարավ, մի աշկը հյուսիս, մասնագիտությամբ իրավաբան ագարկ են, ճիշտ է։ Գնում են ասում են ագարկա, էսի քո թուղթը, էսի բան պեչատը։ Առողջապահության նախարարությունը ասում է I am sorry, պետպատվերը պրծել է։ Բայց եթե պետպատվերը պրծել է, դուք ո՞նց եք քաղաքացուն, այսինքն բազայի մեջ պետպատվերը կա, մարդը ստանում է։ Բայց իրականում պետպատվերը չկա։ Ո՞նց է վերջացել։ Այդ հարցի պատասխանը մարդիկ ուզում են ստանան։ Ո՞նց է վերջացել կամ հələ տարին չի պրծել, հələ նոր 10-րդ, ներող 9-րդ ամիսն ենք։ Այդ թուղթը երբ են տվել ձեզ։ Թուղթը երբ եք ստացել, որ ամսին։ Թուղթը ստացել 4-7 օրը։ Այսինքն սեպտեմբեր ամսին 9-րդ ամիսն է, ու պետպատվեր չկա։ Մի քանի օր է։ Հասկացա ես։ Ես արդեն 3 առաջորդ 3 շաբթի շատ ներողություն 3 շաբթի ու դրա համար ես անին զանգեցի ասի ջան սենց ասի ես չգիտեմ ինչ ասեմ ուժեղ ցավերի մեջ եմ ես պիտի բուժման գնամ անպայման Ուրեմն մենք կխնդրենք մեր հավաքանու անդամներից որևիցե մեկին մենք դա բանկը պարզաբանենք ձեր հետ միասին մի հատ նորից գնան առողջապահության նախարարություն եւ այնտեղ բանը պարզեն եղբայր պետպատվերը որ պրծել է խի դու բազայի մեջ չես հանե նախ հետո 9-րդ ամիսն է դեռ տարին չի փակվե ո՞նց է պրծել պետպատվերը Դե լսեք պարոն Ղուկասյան ես ասում եմ ես փետրվարի վերջին եմ դուրս եկել ֆիզիոթերապևտիկ ինստիտուտից ինձ ասում եմ դու պետք է ապրիլ-մայիս ամիսին պետպատվեր վերցնեիք միացկացվեիք հիվանդանոցին հերթագրվեիք ասում եմ լսեք դուք այդքան խելացի եք այդտեղ նստած մենք էլ այստեղ հացի տեղը խոտ ենք ուտում ասում 3 ամիս հետո ինձ պետպատվեր օր կբացի դու հասկանում ես ինչ ես ասում ասիճ Մենք ձեզ հետ կայացել ենք առողջապահության նախարարություն, եղավ, հասկացա ես ձեզ, շնորհակալություն։ Շնորհակալություն, պարոն Ղուկասյան։ Սա ես ուզում եմ ասեմ, սա առաջի դեպքը չի, սենց մասսայական է գալի ժողովուրդ։ Հիմա եթե կողից մեկը նայում է լսում ասում է թե հիմա խեղճ կին է, մեկը զանգել է Վարդան Ղուկասյանն հետ բանակ թե էֆիրա տալի։ Ոչ, սա մասսայական է։ Սա մասսայական է եւ այս process-ը հուզում է բոլորին։ 9-րդ ամիսն է, հələ 10, 11, 12 դեմն է, 3-4 ամիս կա որ տարին փակվի։ Բայց պետպատվերը վերջացել է, ո՞նց։ Ո՞նց կարա վերջանա։ Եվ հələ սա սկի մենք այսօր կակրած քննարկելու ենք պետական բյուջե, պետպատվեր, բանը ալան, թալան, դեզդեն եւ այլն, որը ժողովուրդը հասկանա ինչ օին են այս բոզի տղեկը բերեմ իրանց գլխին։ Կարմիր խաչի մխիկին, ալամ աշխարհը, կարմիր խաչի մխիկին տալով տեղով ծածանի, թորներով, մորներով, սաղով, թող ոչ մեկ չասի, յաման երեխա քրֆեց։ Բա ինչ անես դες բոզի տղուն։ Չէ հարց եմ տալի ինչ անես։ Ատես բորնիկի վաստակներին ինչ անես։ Դուք հələ պատկերացեք ամեն մեկը ձեր վրա բան վերցրեք, դուք ցավերի մեջ տանջվում, նռում, ոռնում, ինչ անուզում եք դրեք, ու ձեզ ոչ մեկ չի օգնում։ Չի օգնում, որովհետև ձեզ հասնում է, բայց դուք փող բայց ձեզ չեն օգնում։ Ու դուք էլ փող չունեք, որ գնաք միլիոներ թափեք, ոչ երգիր եք թալանել, ոչ նարկոտիկ եք ծախել, ոչ Հովիկ Աբրահամյանի նման բոզի տղություն եք արել, ոչ մի բան։ Որ միլիարդները ձեր տակը դրածել լի, ու ձեր խեռին չլի, կա պետպատվեր թե չկա։ Battery 100%. Connected to Galaxy. Աբազ ես քեզ ձեռի հետ ծծնելու եմ, գիտես։
Ալո, Պարոն Ղուկասյան, բարև ձեզ Տիկին Կինոսյան։ բարև ձեզ։ Մենք կակրած նոր քննարկում ենք առողջապահության հարցը, բանը պետպատվերների բացակայություն, այսինքն կա, բայց չկա։ Ժողովրդին պոլիկլինիկան դուք տալը մասը գնացեք, գնամաս մեկի վանդանոց, թքմեն մարդու վրա դուրը փակմեն երեսին, ասում են, «Դավայ, սիկտից ցույց»։ Ես գիտեմ, որ ձեր հարցը վերաբերվում է հաշվանդամ երեխաներին, հաշվանդամություն ունեցողներին։ Ասեք, լսում ենք ձեր բողոքն ասեք։ Եթերում է մեր ավականին։ Նախ շնորհակալություն պարոն Ղուկասյան հնարավորություն ընձեռնելու համար։ Ես խոսքս ուղղում եմ ճակերտավոր առողջապահության նախարարությանը եւ կրթության նախարարությանը։ Ուր եք դուք, այսինքն դուք հաշվանդամություն ունեցող երեխաների ծնողներին այդ խավին հիշում եք ընտրությունից ընտրություն եւ պետք է գնաք, համոզեք, ականջները շոյող բաներ ասեք, տանեք ընտրության, նրանից հետո դուք չկաք։ Ոնց որ իմ երեխային, երբ որ ես 17 թվին իմ հնարավորություններով տարա Գերմանիա, 18 թվին Ausländer-ն եկավ ասեց, գիտեք, ձեր նոր ընտիր կառավարությունը գրություն ա ուղարկել, որ ինքը տեր ա կանգնում իր հաշմանդամ երեխաներին, հիվանդներին։ 18 թվին հետ եկանք, ոչ մի սոցիալական աշխատող անգամ մեր դուռը չի թակել, մեզ չի զանգել։ Գուցե ես այն վատ ծնողներից եմ, որ կտանքների եմ ենթարկում երեխային, կամ հնարավորություն չունեմ, կապում եմ երեխուն տանը, ոնց որ շատերն անում են ցավոք, գնում եմ աշխատանքի։ Իսկ այսօր հարցը հետևյալն է, մենք ունենք մի քանի դպրոցներ, հատուկ դպրոցներ, որոնք ծայրամասերում են ու որոնք չունեն տրանսպորտ այդ երեխեքին սպասարկելու։ Ծնողը Թայրովում է մի դպրոցը, այսինքն Դա որ դպրոցն է հաշվանդամ երեխաների համար նախատեսված։ Հանրապետական թիվ 2 հատուկ կրթահամալիրն է, Ահա։ որտեղ շենքային պայմանները քիչ շատից լավ են, իհարկե ոչ հարմարեցված ամբողջությամբ հաշմանդամություն ունեցող երեխաներին, բայց ամեն դեպքում կա։ Բայց այնտեղ խնամակալները տարիքով մեծ մարդիկ են, որովհետև երիտասարդները չեն կարողանալու գնան այդ չնչին աշխատավարձով աշխատելու, տնօրինությունն էլ այդ կոպիտ դողացնում է այդ ծերերի վրա, որովհետև եթե իրանք գնացին, դպրոցը մնալու է առանց խնամակալների, գիշերով երեխաների համար։ Շատ ծնողներ, ես ինքս եղել եմ 17 հատուկ դպրոցի ծնող կոմիտեի նախագահ եւ շատ լավ գիտեմ այդ ծնողների ցավը, ու երբ որ ծնողը տանում է երեխուն մանկատուն, ասում են վատ ծնող էր։ Արավ մանկատուն։ Երբ որ ծնողը երեխուն պահում է իր մոտ ու չի կարողանում աշխատի, ասում են երկու ոտք երկու ձեռքն ունի, բայց այս ծնողը չի աշխատում, գնում է դառնա նպաստառու։ Ինչ անի ծնողը։ Իսկ շատ ներողություն, Հայաստանի Հանրապետությունում նման կարգավիճակ ունեցող անձինք, այսինքն դուք որպես հաշվանդամի մայր, դուք պետության կողմից վարձատրվում եք, թե չէ, ինչ-որ մի օգնություն, աջակցություն կա։ Ոչ, բացարձակ, միայն երեխայի թոշակներ։ Ինչքան է երեխայի թոշակը։ 39,000 39,000 դրամով 40,000 կամ 39,000 դրամով երեխա բանը ո՞ս պահես։ Այդ 40,000-ով այսօր գնաս շուկա, նույն րոպեին կվերջանա։ Ո՞ս պահես հաշվանդամ։ Պարոն Ղուկասյան, պամպերսի փողը դա ընդամենը, հաշվանդամ երեխայի ծնողի համար դա տակդիրի գումար ընդամենը։ Իսկ դուք տեղեկություն ունեք հաշվանդամների քանակի մասին, որքան են հանրապետությունում։ Ճիշտն ասած չէ, բայց կարող եմ մոտորերս դա հստակեցնել, որովհետև այս երեխեքը, այդ ծնողները շատ են ուզում աշխատեն, ես շատ ծնողն եմ, մենք ծնող ունենք, որ զույգ երեխեն են այդպիսին, ու ցավոք մեր Հայաստանում, երբ որ հաշվանդամ երեխա է լինում, պապաները արդեն չկան, այդ ծնողների 90%-ը մամաները դառնում են միայնակ մայր։ Այդ ցավոտ խնդիրը։ Ունեցան մորական պահեցին, չէ, հիմա հարցը հետևյալն է։ Երբ որ 17 հատուկ դպրոցում ենք, տրանսպորտը շատ վատն էր, ու երբ որ ես միշտ բողոքում եի, ասում էի, բա ասենք անընդհատ այդ տրանսպորտը վերանորոգվում է, տնօրենը այո, հեգնական չերեզով ուղարկել էր դե վատնա, Ուրիխանյանին թողասի նորը տա, այդ դեռ ալյանսիներ այդ բան հեգնանքը գնում։ Հիմա այդ տրանսպորտները ուզում էր տալ Grand Candy ընկերությունը որպես օգնություն դպրոցներին։ Հետո Նիկոլենք ասեցին, որ չէ, դա պետքա մտնի պետբյուջե։ Grand Candy-ն լիքը ամեն նոր տարվա մայիսի վերջ ավարտականների ժամանակ երեխեքին տոպրակներով բավականին